Շուրջ 2000 ուխտավոր աշխարհի տարբեր անկյուններից Սյունիքում էր հանուն Բաքվում պահվող հայ ռազմաքաղաքական պատանների։ Դեպի Տաթև վանական համալիր հոգևոր ճամփորդություն էր Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցում էլ համատեղ աղոթք Սյունի Ասթեմի առաջնորդ Մակար arczepiskopos Հակոբյանի գլխավորությամբ։ Գործընթացների մասին իրազեկումը կամ սովորական, ջերմ սրտացավանք կիսվելը հանրային տիրույթում ունի մեծ նշանակություն եւ այն կարող է բազմապատկման էֆեկտով ազդել միջազգային հանրության կարևոր որոշումներ կայացնող քաղաքական գործիչների, այլ դերակատարների վրա։ Կենաց ծառ, այսպես էր կոչվում ուխտագնացությունը, որը կազմակերպել էր Ռուբեն Վարդանյանի հիմնած «Մենք ենք մեր սարերը» կազմակերպությունը։ Ուխտագնացության ընթացքում արցախցի 7 մանուկներ մկրտվեցին։ Նրանցից մեկի մայրը Լուսինեն միայն գաղթից հետո է իմացել, որ փոքրիկ է ունենալու։ Երբ տեղահանվացինք Ստեփանակերտից, ճիշտ է, այն ժամանակ դեռ չգիտեի, որ իմ մոտ կրում է մի հատ փոքրիկ սրտիկ, Աստծո օրհնություն։ Հաղթահարելով դժվարությունները, տեսնելով արհավիրք այդ ճանապարհներին, տեղափոխվեցին Գորիս։ Մի քանի օրից հետո իմացանք, որ Աստված օրհնել է։ Ճիշտ է, ամբողջ կյանքից շատ բան է տարել։ Կներեք, ուզում եմ, բայց կարծես թե նորից անցայեց ինձ եւ հունիսում ես դարձա մայր։ Ստեփանակերտից տեղահանվելուց հետո ճիշտ է, ամեն օր արև է լինում, բայց այսօր արևը ուրիշ ձև է ժպտում մեզ։ Անչափ շնորհակալ ենք մեր սիրելի Ռուբեն Վարդանյանին։ Մենք ուխտ ենք, պիտի կատարենք, ճիշտ է, շատ դժվար ճանապարհ ունենք անցնելու։ Միգուցե մենք չտեսնենք, բայց տա Աստված տեսնենք, մեր երեխաները տեսնեն այն լուսավոր օրը, երբ նրանք կվերադառնան մեր սրտի Արցախը։ Կնքվողների թվում էին նաև արցախցի զույգ եղբայրներ Գևորգն ու Սարգիսը, որոնց կնքահորտերը մեծ պատասխանատվությամբ էր ստանձնել Հայաստանի վաստակավոր արտիստ դերասան Շանթ Հովհաննիսյանը, հույսով, որ իր տանիքներն անպայման վերադառնալու են իրենց պապերի հողը։ Երբ եղավ առաջարկը, սիրո համաձայնվեցի եւ փոքրիկ զույգին եղբայրներ Գևորգը եւ Սարգիսը մկրտեցին եւ Աստված անի, որ իրենց հետագա կյանքը լինի խաղաղության մեջ, առողջություն պարգևի իրենց բալիկներին, որովհետև իրենք այդ ճանապարհը անցել են մոր հետ միասին, կարելի ասել է դժվարություններն ու ծանոթությունները գրել են վաղ հասակից արդեն։ Եվ դա Աստված, որ իրենց հասուն արդեն գիտակից կյանքում ունենան իրենց երազած հայրենիքը։ Ուխտագնացություն, կնունկ աղոթք, այս ամենն ուղեկցվեց հայկական ավանդական տոնակատարությամբ, հույսով ու հավատով, որ միջոցառման հովանավոր Ռուբեն Վարդանյանն ու մեր մնացած հայրենակիցները մոտ ապագայում կվերադառնան հայրենիք։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։